Պարոն Համբարյան, ինչպես գիտենք, Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական խոսույթով խոսել, շարունակում է պնդել, որ պետք է պատմական հայրենիք վերադառնան ադրբեջանցիները, արևմտյան Ադրբեջան եզրույթն է շարունակում կիրառել։ Արդյոք կարող ենք ասել, որ Ադրբեջանը իր այս հայտարարություններով վիժում է խաղաղության process-ը, որը այս իշխանությունները ներկայացնում են որպես բացառիկ ձեռքբերում, հղում անելով օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագրին։ Ես չգիտեմ ով է ասել, որ խաղաղություն է լինելու, որ Ադրբեջանն է վիժեցնում է։ Եթե մենք զբաղվում ենք ինքնախապեյությամբ եւ հավատում ենք Նիկոլի Սդերին, դա արդեն մեր խնդիրն է, գիտեք։ Ադրբեջանը այստեղ ոչինչով մեղավոր չէ։ Պաշտոնական Բաքուն երբեք չի թաքցրել իր ծրագրերը կապված Հայաստանի տարածքի եւ այն թուրքերով բնագեցնելու հետ, եւ եթե մենք դա մեծ համար շատ մեծ նորություն ենք համարում, բացահայտումներ ենք անում, դա արդեն մեր խնդիրն է։ Պաշտոնական Բաքուն երբեք չի թաքցրել, որ իր գլխավոր նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, բայց այդ ոչնչացնելը բացարձակ չի նշանակում, որ պետք է յաթաղան առնեն, գնեն հայ ժողովրդի ջանին, այսպես ասած։ Հիմա 21-րդ դարն է եւ հիմա ադրբեջանա-թուրքական տանդեմը Հայաստանը ուզուրպացնելու եւ հայերին Հայաստանից վդարելու ուղղությամբ երկու ծրագիր ունի։ Մեկը դա ուրեմն դոլարային էքսպանսիայի միջոցով հայերին այստեղից վդարելն է, այսինքն բարձր գնով անշարժ գույքի ձեռքբերումն է, որը իրանք անելու են հաստատ Նիկոլի Աստված ոչանի վերարտադրվելուց հետո, եթե չեն անում արդեն հիմա, երրորդ երկրների ուրեմն քաղաքացիների անվան ներքո, եւ ամենակարևորը պաշտոնական Բաքուն երբեք չի թաքցրել, որ իր գլխավոր նպատակը Հայաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխությունն է։ Իսկ դա նշանակում է այն, որ իր այն պահանջը, որը ենթադրաբար Նիկոլան Հողը այդ պահանջի հետ համաձայնել է, որովհետև Բաքուն ինչ պահանջ դրել է մինչև հիմա Նիկոլան Հողի առաջ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն դրանք կատարել է, այլ ավելին է տվել Բաքվին, քան Բաքուն ցանկացել է։ Եվ այդ պահանջներից մեկը դա Հայաստանը 300-ից մինչև 400,000 թուրքերով բնագեցնելն է։ Եվ սա նաև այն գինն է, որը Նիկոլը խոստացել է վճարել Ալիևին իր վերարտադրության իր այդ ամբողջ գործընթացը կազմակերպելուց հետո, իսկ իր վերարտադրման թիվ 1 գրավականը այն է, որ Նիկոլը խաբում է հանրությանը, որ ինքը խաղաղություն է բերել։ Եվ այդ խաբելը պայմանավորված է նաև այն փաստով, որ իբր թե 1.5 տարուց ավել է սահմանին չեն կրակում, բայց ես ասել եմ եւ կրկնում եմ, չեն կրակում, որովհետեւ դա պետք է Բաքվի, որովհետեւ դա պետք է Անկարային, որովհետեւ նրանք շատ շահագրգռված են, որբիսի Նիկոլը վերարտադրվի Հայաստանի վարչապետի պաշտոնում, բայց ելի եմ կրկնում, դա իր գինը ունի եւ բացարձակ պատահական չէ, որ Ադրբեջանի բռնապետը երեք իրենց գիտությունների ազգային ակադեմիայի ուրեմն կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ շատ պարզ նշեց իր ապագա ծրագրերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նախ բացահայտ բացի Զանգեզուրի միջանցքը ստանալուց ինքը նաև բացահայտ ցույց տվեց, որ ինքը հավակնում է Սևանա լճի նկատմամբ եւ ադրբեջանական կողմը բացարձակ դա չի թաքցնում, երբեք դա չի թաքցրել։ Ես կարող եմ իմացել նաև ցույց տամ օրինակ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի շենքում տեղակայված քարտեզները, որոնք կան բազմաթիվ ռեպորտաժներում եւ այնտեղ դուք կարող եք տեսնել, որ օրինակ Ադրբեջանի իշխանությունները դեռ 2018-19 թվականին ամբողջ Սյունիքի մարզը Վայոց ձորը, Արարատյան դաշտավայրի հարավային շրջանները, Արարատի մարզի ողջ հարավային շրջանը, Գեղարքունիքի մարզի ողջ արևելքը եւ Տավուշի մարզի ողջ արևելքը պատկերում են որպես Ադրբեջանի մաս։ Հենց հիմա կարող եմ, եթե դուք ուզում եք, ցույց տամ, որպեսզի ծեր ուրեմն ունկնդիրներն էլ դա ուրեմն իմանան եւ տեսեն, սա նորություն չէ եւ սա շատ վաղուց ծրագրված ուրեմն
օպերացիա է, որը ադրբեջանական կողմը անում է Հայաստանի Հանրապետության դեմ Նիկոլի օգնությամբ։ Խնդրեմ, եթե ցանկանում եք, նկարեք, սա ուրեմն այդ լուսանկարն է Ադրբեջանի գլխավոր շտաբի կենտրոնական սրահներից մեկն է, որտեղ ադրբեջանական զինվորականներ ընդունում են օդաերկրյա պատվիրակությունները, խնդրում եմ նայեք, սա քարտեզն է։ Սա պաշտոնական Բաքվի ուրեմն հռետորաբանություն է, կարելի է նշել, եւ բացարձակ զարմանալի չէ, որ նրանք հավակնում են Սևանա լճի նկատմամբ։ Եվ քանի դեռ հայ ժողովուրդը հավատում է Նիկոլի եւ քայլիստների սդերին, ուրեմն մենք պոտենցիալ պետք է հասկանանք, որ մենք շատ վատ եւ վտանգավոր վիճակում ենք։ Ինքնախապեյությամբ խաղաղություն չեն հաստատում։ Իսկ Նիկոլի խաղաղության գինը շատ պարզ է։ Նիկոլը բազմիցս է նշել, որ ինքը Արցախը տվել է իբր թե Արցախի նման թոգը Հայաստանի վզից հանելու համար, բայց ինքը շատ լավ պետք է հասկանար, ու ինքը լավ հասկանում է, ինքը այդքան հիմար չէ, որ ինքը այդ թոգը տվել է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքը, եւ հիմա այդ թուրք-ադրբեջանական տանդեմը այդ ամեն ինչը օգտագործում է մեր դեմ։ Նաեւ նշեմ, որ Ալիևը դիդավորյալ նաեւ նշեց, որ Հայաստանում եղել են տեղանուններ, որոնք թուրքական են եղել, ասենք նույն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ասենք դիդարկում են միայն, ասենք 1820-ական թվականներից հետո հրադարակված քարտեզները։ Ես օրինակ 3 քարտեզներ էի դրել իմ Facebook-յան էջում, ասենք 18-րդ դարի 40-ական թվականներ, 19-րդ դարի 40-ական թվականներ, որտեղ շատ պարզ կան Սևանի անուն, ասենք այդ հիմար տեսակետը, որ Սևան չի եղել, Գեղամածով է եղել, այդպեսի բան չկա։ Խորհուրդ կտամ այդպիսի տգիտություն տարածողներին, որոնք իբր թե հայամետ կարծիք են տարածում իդեմս Քլչի Ռուբենի, հանկիստ ուրեմն տեղները նստեն եւ ավելի շատ գիտականորեն պատասխանեն, ել չասեն, որ նույն Ադրբեջանի բռնապետը հենց 3 գիտությունների ազգային ակադեմիայում իրենց նշեց, որ թուրքերը պետք է գան Հայաստան եւ վերջ։ Ամենաողբերգալից եւ ամենացավալին այն է, որ այդ հայտարարությունից անցել է գրեթե 1 օր, ոչ Հայաստանի պաշտոնը զբաղեցնող Վախկոդը, ոչ էլ գործակալ Արաբատի գերատեսչությունը ծպտուն չեն հանում։ Այսինքն նրանց համար շատ կարևոր է, որ ադրբեջանցիները կան Հայաստան։ Ալեն Սիմոնյանը ասել է, որ այդ հայտարարություններին պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք ընդհանրապես Ալիևի ներքին լսարանի համար են։ Հետաքրքիր է Նիկոլի Ալենին այդ ապուշությունով է ասել։ Ամբողջ աշխարհի մամուլը ցիտում է Ադրբեջանի բռնապետին։ Եվ անգլալեզու մամուլն է դա ցիտում, եւ ռուսալեզու մամուլն է դա ցիտում, եւ պարսկալեզու մամուլն է դա ցիտում, թուրքալեզու մամուլն է դա ցիտում, Հայաստանի Հանրապետության մամուլն է դա ցիտում, ասենք ինքը ինչից է որոշել, որ դա միայն բուն ներքին լսարանի համար է։ Ինքը ինչ Ալիևի հետ կապնվել է, Ալիևը իրան հեռախոսով ասել է, որ դուք մի կան հանգստացեք, ես դա ներքին լսարանի համար եմ ասում։ Հետաքրքիր է որտեղից է ինքը այդ անասունությունը վերցրել։ Հիմա էլ այդ անասունությունը արդաբերում է եւ խափում է ժողովրդին։ Հարգելի հայրենագիտներ, Նիկոլի Ալենը սդում է։ Նույն Ադրբեջանի բռնապետը իր հայտարարությունները անում է կոնկրետ մեր համար։ Ինքը շատ պարզ հասկացնում է, որ հայերը պետք է համակերպվեն թուրքերի հետ ապրելու հետ, եւ թուրքերը այստեղ պետք է ստանան այն բոլոր լիազորությունները, որը ինքը ցանկանում է կորզել Նիկոլից։ Այնպես որ թող այդքան հեքիաթների չհավատան եւ չկարծեն, որ այդ հայտարարությունները Ալիևի զուտ ներքին լսարանի համար է։ Ալիևը ոչ մի անգամ միայն ներքին լսարանի համար հայտարարություններ չի արել ու չի անում։ Ալիևը մինչև հիմա ինչ ասել է Նիկոլի ձեռամբ, ամեն ինչ իրականացրել է, որը չի եղել։ Պարոն Համբարյան, արդյոք կարող ենք ասել, որ Ալիևը ավելի ազնիվ է հայ ժողովրդի հետ, քան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները։ Իհարկե, Ալիևը երբեք չի թաքցրել իր ծրագրերը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հետ։ Ես մեր հարցազրույցի սկզբում պատահական չնշեցի, որ
մարդիկ կոնկրետ իրենց ծրագրերը ասում են, եւ դա մեր խնդիրն է, մենք հավատում ենք, թե չենք հավատում։ Ալիևը արհամարաձունի ու ընդհանրապես բոլորը արհամարաձուն են։ Եթե որևէ հայ մտածում է, որ ասենք ֆրանսիացու, ռուսի կամ ամերիկացու համար մենք ավելի կարևոր ենք, քան մեզ համար մենք, իրանք չարաչար սխալվում են։ Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին է պետք չենք, առավել եւս, եթե մենք մեզ պետք չենք, մենք դառնում ենք մանրադրամ բոլորի համար։ Եթե մենք մեզ պետք է ապուշի պես պահենք, եթե մենք մեզ պետք է ջայլամի պես պահենք ու չնկատենք ինչ մեսիջներ են մեզ գալիս Բաքվից կամ Անկարայից, դա մեր խնդիրն է։ Ալիևը շատ անկեղծ է մեզ հետ եւ շատ ազնիվ է մեզ հետ։ Եթե մեր հասարակությունը փորձում է ինքնախապեյությամբ զբաղվել եւ Դավաճան Նիկոլին արտարացնելու համար հիմարություններ արդաբերել ու հավատալ Ալենի նման կեղծարարին, որ ասենք Ալիևը այդ հայտարարությունը արել է իր ներքին լսարանի համար, չարաչար սխալվում է։ Ալիևը շատ պարզ հանձնարարական տվեց ադրբեջանցի գիտնականներին, որ քանի որ ես Նիկոլի բերանը փակել եմ, իսկ Նիկոլի նման վախկոդն էլ ծպտուն չի անելու, իսկ Հայաստանում էլ մտավորականություն չկա, որովհետև այդ մտավորականների մեծ մասը լափամանին մոտ է գտնվում, գրանտներ են շահում, հոդվածներ են գրում, թե ում համար են այդ ակադեմիկոսներն ու պրոֆեսորները, դոկտորները այդ հոդվածները գրում, ես չգիտեմ։ Դուք կոնկրետ անցնում եք հաստատման, ինչքան հնարավոր է արագորեն կեղծում եք պատմությունը տարածաշրջանի, որոնք հրապարակվելու են միջազգային հայտնի ուրեմն գիտական ամսագրերում համապատասխանաբար հոդվածների տեսքով կամ մեծ կոնֆերանսներ եք մասնակցելու, որովհետև հայերը ծպտուն չեն անելու։ Ալիևը սա հասկացրեց նաև իրենց գիտնականներին, որովհետեւ իրենք կարողանան իրենց ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ նաև գիտականորեն ներկայացնեն։ Սա էլ է շատ կարևոր։ Մինչև հիմա ադրբեջանա-թուրքական տանդեմը բավական բարձր գիտական մակարդակով ուրեմն հարթակներում պարտվել է Հայաստանին, որովհետև չի կարողացել մեր գիտնականներին, մեր մտավորականների բերանները փակել, որովհետև նախկինում բոլոր իշխանությունների օրոք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի գիտականորեն մենք շատ ուժեղ հակահարվածներ ենք տվել ադրբեջանցիներին բոլոր ոլորտներում, պատմություն, ազգագրություն, ուրեմն խոհանոց, պարեր, քարտեզագրություն եւ այլ եւ այլ։ Հիմա ասենք գիտնականները Հայաստանի մտավորականները ծպտուն չեն անում։ 2 օր է արդեն այս ամեն ինչը քննարկում է։ Դուք տեսել եք մի հատ նորմալ մագարտակով, ասենք թե դոկտորներ, պրոֆեսորներ, տարբեր ոլորտների աշխարհագրության, պատմության, արևելագիտության, միջազգային հարաբերությունների հելն արձագանք են։ Ծպտուն չեն անում, Նիկոլի թեզերն են պաշտպանում իրենց լռությամբ։ Իսկ Ալիևը շատ պարզ դա հասկացրեց, իրենց գիտնականներին կոչ արեց, հարցակվում եք Հայաստանի Հանրապետության վրա գիտական ոլորտում, որովհետև ես Նիկոլի բերանը փակել եմ, վերջ։